Ասադուր Գալոյանը ծնվել է Նինոցմինդայի շրջանի Գանձա գյուղում։ Միջնակարգ կրթություն ստացել է տեղի Շոթարուստավելի անվան հանրային դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո Ասադուր Գալոյանը մեկնում է Երևան եւ ընդունվում Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության բաժինը։ 2018 թվականին բարձր գնահատականներով ավարտելով բարձրագույն ուսումնական հաստատությունը, Ասադուրը որոշում է ընդունվել Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության բաժինը, որտեղ էլ ստանում է իրավաբանի մագիստրոսի աստիճան։ Ասադուր Գալոյանը 2019 թվականի հունվարին դարձավ ազգային ժողովի падգամավոր Շիրակ Թորոսյանի օգնականը։ Ուսմանը զուգահեռ նույն թվականին նա կարճ ժամկետով աշխատել է Երևանի Լևոն Շանթի անվան դպրոցում որպես հասարակագիտության ուսուցիչ։ 2020 թվականին ավարտել է պետական կառավարման ակադեմիան, ստանալով մագիստրոսի աստիճան։ Այնուհետև սկսել է դասախոսել Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության բաժնում, որտեղից եւ սկսել է Ասադուրի գիտամանկավարժական նոր ընթացքը, որը մինչ այժմ շարունակվում է։ 2021 թվականից Ասադուրը հանդիսանում է պետական ծառայողների ամենամյա վերապատրաստման դասընթացավար։ Ասադուրն ամուսնացել է 2023 թվականին եւ կնոջ խորհրդով դարձել Սլավոնական համալսարանի հանրային իրավունքի ամբիոնի ասպիրանտ։ Այժմ գրում է գիտական աշխատություն եւ վստահ է, որ մի օր ինքը եւս կարժանանա գիտնականի բարձր կոչումին։ Ասադուր Գալոյանը բացել է նաեւ իր սեփական Գալոյան իրավաբանական խորհրդատվական ընկերությունը։ Մտադրություն ունի մասնաճյուղ բացել Գյումրիում։ Ջավախի հետ կապը միշտ պահել է եւ ինչպես ինքն է ասում, մանկության հուշերից եկող բույրը աղոտ պատկերներ է բերում, որոնց ոչինչ չի փոխարինում։ Սա է կապում ինձ Գանձայի հետ։ Թերևս հենց այս ամենն է, որ Ասադուր Գալոյանին վերադարձնում է այնտեղ, որտեղից սկսվել է իր ճանապարհը։